Ժամարտական եղբայրություն միաբանության քաղաքական գործիքն է, Ադրբեջանը ասում է պետք է մեզ հանձնեք Արցախյան պատերազմի մասնակիցներին, որպեսզի նրանց մենք շարունակենք դատել Բաքվի դատարաններում։ Հովիկ Աղազարյանը ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ սևեռուն մտքեր կան, որոնցից ամենակարևորը 4-րդ հանրապետության ստեղծելն է, որպեսզի ինքը համարվի 4-րդ հանրապետության հիմնադիր հայր։ Պատերազմ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև։ Մեր այս քաղաքական էլիտա կոչվածը գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու այդքանից հետո էլ դեռ հաջողություն չեն կարողանում գրանցել Ադրբեջանի համար։ Ալիևը մեզ ուղղակի նվերներ է տալիս։ Մեկը մյուսի հետևից, որը որ հանցանք է չօգտագործել, դա էլ է դավաճանություն։ Ողջույն, Մարտական եղբայրություն միաբանությունում ենք եւ քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրոյանի հետ քննարկելու ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ողջույն Մասիս ջան։ Բարև ձեզ։ Կուզեի սկսենք մեր զրույցը հայտարարությունից։ Ես անպայման ուզում եմ սրան անդրադառնամ, կցանկանամ մեզ լսողներին, մեզ հետևողներին նախ տեղեկացնել, որ մեր YouTube-յան ալիքը դեռ փակ է ու մեր թիմի անդամները փորձում են ամեն կերպ վերականգնել, սակայն ցավոք դա չի վերականգնվում։ Բողոքները հստակ են եղել, որ մենք ատելության խոսք ենք տարածում, բայց կցանկանամ նաև տեղեկացնել մեր Patreon-ին բաժանորդագրված ընկերներին, ովքեր բաժանորդագրվել են ու աջակցում են մեր գործունեությանը, որ մենք այսօր կարողանում ենք ծավալել գործունեություն նաև ձեր հանգանակությունների շնորհիվ։ Կարող եք շարունակել բաժանորդագրվել Patreon-ին, փորձել մեզ աջակցել, ցանկացած ներդրում, որը դուք կատարում եք, մեզ օգնում է, որպեսզի ավելի շատ գործ կարողանանք անել։ Ինչպես բաժանորդագրվել Patreon-ին, կարող եք ծանոթանալ այս հաղորդման մեկնաբանությունները դաշնում, որտեղ մեր ընկեր Ալեքսանդր Բուրնազյանը մանրամասն ներկայացնում է, ու կցանկանամ նաև տեղեկացնել, որ Patreon-ը փոխկապակցված չէ YouTube-յան ալիքի հետ, ինքը առանձին հարթակ է ու շատերի մոտ նաև շփոթություն է առաջացրել։ Դրա համար այս մասով կփորձեմ մանրամասնել։ Patreon-ում կարող եք առանձին բաժանորդագրվել, ինքը YouTube-ի հետ կապ չունի, Facebook-ի հետ կապ չունի, ինքը այլ հարթակ է, որի միջոցով կարողանում են ինչ-որ process-ների աջակցել, նվիրատվություններ կատարել։ Սիրելի հայրենակիցներ, հաճախ մեզ ասում են, որ մարդիկ սպասում են երրորդ ուժի։ Հարցումները ցույց են տալիս, որ իշխանությունը ունի 11%, մնացած ուժերը ունեն մոտ 10%, բոլորը միասին վերցրած, եւ մեծամասամբ մեր ժողովուրդը սպասում է երրորդ ուժի։ Երրորդ ուժը կա։ Երրորդ ուժը ազգային հենքի վրա ձևավորված մարտական եղբայրությունն է։ Միացեք մեզ։ Մենք արդեն կատարել ենք մեր հայտարարությունը, որ գնում ենք նաև կուսակցություն ստեղծելու ճանապարհով։ Կուսակցությունը ֆորմալ առումով առանձին չի լինելու մարտական եղբայրություն միաբանությունից, դա մարտական եղբայրություն միաբանության քաղաքական գործիքն է, չնայած որ մարտական եղբայրություն միաբանությունը ինքնին արդեն քաղաքական միավոր է, բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, սահմանադրությունը պահանջում են, որ քաղաքական process-ներին պարտադիր պետք է ներկայանալ կուսակցության ֆորմատով, մենք հավելյալ գործիք ենք գրանցում, ինչպես որ գրանցել ենք հավելյալ գործիք որպես հիմնադրամը, նույն ձև գրանցելու ենք կուսակցությունը, որի միջոցով իրականացնելու ենք մեր առհասարակ ծրագրերը, մեր գաղափարները ու մենք իսկապես հայտ ենք ներկայացնում լինել այդ այլընտրանքը ու ոչ թե երրորդ ուժն ենք ստեղծելու, այլ առաջին հայկական ուժն ենք ստեղծելու։ Քանի որ դաշտում այս պահին պայքար է գնում երրորդ ուժի համար, մենք ասում ենք նախ պետք է լինի առաջին հայկական ուժը, որը որ իր վրա կվերցնի պատասխանատվություն կայացնելու որոշումներ Հայաստանի Հանրապետությունը այս իրավիճակից դուրս բերելու համար։ Իսկ հիմա արդեն մարտական զորեղ դիրքերից դիտարկենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ողջ շաբաթ մեր կառավարությունն ասաց, թե պատրաստ է ստորագրել պայմանագիր։ Այդ պայմանագիրը շաբաթվա ընթացքում քիչ-քիչ դարձավ համաձայնագիր։ Այդ մասին խոսեցին մեր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ, որ ամենայն հավանականությամբ պայմանագիրը ենթադրում է ոչ միայն դրույթները իրականացնելու գործիքակազմ, այլև դրանք չանելու պարագայում սանկցիաներ։ Իսկ համաձայնագիրը ոչինչ չի ենթադրում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ երբ որ մենք թույլի դիրքերից ենք հանդես գալիս, մեզանից պահանջում են, որ նշված դրույթները, անկախ նրանից փաստաթղթի անունն ինչ է, մենք կատարենք, մինչդեռ մեր հակառակորդի թշնամու կողմից չիրականացվելու պարագայում իրենք ոչինչ պարտավորված չեն լինում։ Հիմա փորձենք հասկանալ այս խաղաղության պայմանագիրը ի վերջո ինչ է, մանավանդ որ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ նախապայմաններ ունի, մեր սահմանադրությունը պիտի փոխվի եւ այլն, որպեսզի չխոչընդոտենք գործընթացը խաղաղությամբ ավարտելուն, իսկ այն որ մենք շարունակում ենք խոչընդոտել,
շարունակում է պնդել Ադրբեջանը, հայտարարելով շաբաթը մի քանի անգամ, թե հրադադարի ռեժիմն ենք խախտում սահմանի երկայնքով, հատկապես արևելյան եւ հարավարևելյան շրջաններում։ Նախ սկսեմ նրանից, որ ես շաբաթվա սկզբում հրապարակել եմ ինձ հասած խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի հայերեն տարբերակը, որը որ ոչ հերկվեց, ոչ հաստատվեց, փորձեցին անտեսել առհասարակ, որ դա գոյություն ունի, դա հրապարակվել է առհասարակ ու այն փաստաթուղթը համենայն դեպս, որը որ իմ Facebook-յան էջում ես հրապարակել եմ, առաջին հայացքից թվում է շատ անմեղ եւ երբ որ մենք օրինակ պայմանական կարդանք, որ դա Մարոկոյի եւ չգիտեմ աֆրիկական այլ երկրի միջև կնքվել է պայմանագիր, կարդանք առաջին հայացքից թվում է թե ոչինչ չկա, ոչ մի խնդիր չկա, բայց այդ փաստաթղթի որոշակի կետեր շատ բացեր ունեն ու մենք գիտենք թե Ադրբեջանը ինչ ձև է պահում իր պայմանավորվածությունները, այն պայմանագրերը կամ այն համաձայնագրերը, որի տակ ինքը ստորագրել, այսինքն ինքը իր մասով ոչինչ չի կատարում, իսկ հակառակ կողմից Հայաստանը մինչև վերջ մի բան է լավել, պայմանագրով սահմանվածից ավել փորձում է իրականացնել։ Հետևաբար այստեղ նաև խոսք է գնում արդարադատության մասին, այսինքն 9-րդ կետն էր կարծեմ, երբ որ խոսք է գնում արդարադատության մասին, պատերազմի հետևանքները վերացնելու հետ կապված, սա այն գալիս հաստատելու են պահանջներ Ադրբեջանի, երբ որ Ադրբեջանը ասում է պետք է մեզ հանձնեք Արցախյան պատերազմի մասնակիցներին, որպեսզի նրանց մենք շարունակենք դատել Բաքվի դատարաններում։ Սա ընդհանուր մասով կասեմ, որ առհասարակ Հայաստանի ձեռնտու տարբերակ չի, համենայն դեպս այն փաստաթուղթը, որը որ ես հրապարակել եմ, որը որ իրենց քննարկածն է, իրենց բանակցածն է, միգուցե որոշակի կետեր իրենք այս բանը փոխել են, բայց դա Հայաստանի Հանրապետության համար ձեռնտու տարբերակ չի, բայց ես կցանկանամ ավելի մանրամասն որն է միջամտում է նաև մեր ներքին գործերին, ոչ միայն պայմանագրում չկա ներքին գործերին, ուղղակի այնտեղ հողում է կատարում, որ այդ պայմանագիրը ավելի վեր է, քան պետությունների ներսում գործող օրենսդրություն, այսինքն ինքը վերսահմանադրական կարգավիճակ է ձեռք բերում, իսկ եթե մենք հետ ենք գալիս դեռ 2018-19 թվական, երբ որ խոսք էր գնում ստեղծելու 4-րդ հանրապետությունը, դա կհիշեք երևի բոլորդ, երբ որ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ այսուհետ գնում ենք 4-րդ հանրապետություն ստեղծելու, որովհետև 3-րդ հանրապետությունը այլ կենսունակ չի, սա հիմա ենք արդեն ավելի པարզ հասկանում, թե ինչ մեսիջ էր պարունակում, այսինքն ինչ է նախագծված եղել, ինչ է պլանավորված եղել, որովհետև մեր 3-րդ հանրապետության ծննդյան վկայականը դա անկախության հռչակագիրն է։ Ու այն պահից սկսած, երբ որ արդեն Ադրբեջանը բացահայտ կերպով առաջին դեմքի մակարդակով, արտգործնախարարի մակարդակով հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի իր ծննդյան վկայականից, հենց հրաժարման պահից Հայաստանի 3-րդ հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջերս իմիջիայլոց նայում էի ԿՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հարցազրույցներից մեկը, որտեղ որ Հովիկ Աղազարյանը ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ սևեռում մտքեր կան, որոնցից ամենակարևորը 4-րդ հանրապետության ստեղծելն է, որպեսզի ինքը համարվի 4-րդ հանրապետության հիմնադիր հայր։ Այսինքն, այս խոսակցությունները առհասարակ ուղղակի տենց հորինվածքներ չեն, մեկնաբանություններ չեն։ ԿՊ-ի ներսում տեղի ունենում հստակ քննարկումներ դադարեցնելու, չգիտեմ, լուծարելու, ինչպես Արցախում լուծարեցին Հայաստանի 3-րդ հանրապետությունը ու չգիտենք ինչ սահմաններով ու ինչ կարգավիճակով հռչակելու Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Դա տեղի չի ունենա միայն մի պարագայում, երբ որ մենք ամբողջ հայությամբ կանգնենք ու հաստատենք, որ այո, նոյեմբերի 9-ի պայմանագիրը դա սխալ ստորագրված պայմանագիրով պետք է դրանից հրաժարվել եւ բոլորով միասին հավատարիմ մնանք ու կանգնենք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, այսինքն մեր ծննդյան վկայականին, մեր պետության ծննդյան վկայականին ամեն գնով պետք է հավատարիմ մնանք։ Միգուցե անկախության հռչակագրում էլ կետեր կան, որը որ կարող էր ավելի լավ ձևակերպված լինել, բայց դա արդեն իրողություն է, դա փաստ է։ Ծննդյան վկայականները չեն փոխում, դա ունենում են մի անգամ։ Այստեղ պետք է նաև հավելել, որ եթե սահմանադրության փոփոխությունների մասին ենք խոսում, այլ խնդիր է, բայց հիմա արդեն շրջանառվում է նաև նոր սահմանադրություն ընդունելու տարբերակը, իսկ մեզ հայտնի է միջազգային պրակտիկայից, որ երբ խոսվում է նոր սահմանադրության մասին, դա այնքան կարևոր բան է, որ շատ հաճախ նոր սահմանադրությունը ասոցացվում է խորհրդարանը ցրելու հետ, որպեսզի խորհրդարանականները չունենան անձնական շահագրգռվածություն այդ գործընթացը սկսել։ Մեզ մոտ տեսնում ենք, որ ամեն ինչ գնում է անձնական ամբիցիաների մակարդակի։ Պուտինը ուզում է կայսրություն ստեղծել,
Փաշինյանը ուզում է նոր հանրապետության հիմնադիր հայրը դառնալ, Էրդողանը ուզում է նոր Թուրանը անցկացնել, ժողովուրդները կրակն են ընկել։ Ես կփորձեմ նորից հետ գալ խաղաղության պայմանագիր կոչվածին, առհասարակ ինչ որ քննարկվում է, սրա մասն էլ տարակուսան կա, որովհետև այս բանը քննարկվում է, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Ես որքան որ փորձել եմ ծանոթանալ, գտնել անցյալում ինչ որ հաստատումներ, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պատերազմ չեմ գտել։ Շատ կարևոր դիրքորոշում է եւ ռազմական դրության մասին չկան, եղել են սահմանային բախումներ, օրինակ Տավուշում, չգիտեմ, Գեղարքունիքում, բայց կամ Սյունիքում, բայց որպես այդպեսին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ տեղի չի ունեցել պատերազմ։ Պատերազմ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Հետեւաբար այդ նոյեմբերին էլ որ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար սահմանելու համար։ Հիմա մեզ ասում են, որ խաղաղություն է կնքվելու Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Ինչի համար։ Եթե պատերազմ չկա հայտարարված, ոչ մեր խորհրդարն է, ոչ մեր գերագույն խորհուրդը, երբ որ 90 թվականներ 90-ից 95 թվականում գործող գերագույն խորհուրդը, չէ, ոչ հետագայում որևիցե ազգային ժողովի որևիցե գումարում չի հայտարարել Ադրբեջանի Հանրապետությանը պատերազմ։ Նույն ձև իրենց մեջլիսը ոչ մի անգամ չի հայտարարել Հայաստանի Հանրապետությանը պատերազմ։ Ինչ հիմքով են իրեն գնում ստորագրելու խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր կամ խաղաղության վերաբերյալ որևիցե փաստաթուղթ։ Հիմա երբ որ Հայաստանը ասում է ես պատրաստ եմ ինչ որ թուղթ ստորագրելու, որի անունը խաղաղության համաձայնագիր է կամ խաղաղության պայմանագիր է, Ադրբեջանն էլ հիմա դեմ է, չի ստորագրում։ Ինչի չի ստորագրում։ Միգուցե նրա համար, որ դեռ պատերազմը տեղի չի ունեցել, այս սրա համար, միգուցե պետք է պատերազմ տեղի ունենա, հետո այս փաստաթղթերը բերեն ներկայացնեն։ Մեր կառավարության պես մեզ վախեցնում եք պատերազմով մասից։ Չէ, մենք պատերազմի չենք էլ վախենում, որ մենք էլ վախեցնենք։ Առհասարակ այդտեղ կեղծ թեզ, երբ որ մեր կառավարությունը օրնի բուն փորձում է քարոզտանել, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ պատերազմի։ Նախ 44 օրյա պատերազմում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ցույց տվեց, որ Ադրբեջանի բանակի դեմ հնարավոր է պատերազմ մղել։ 44 օրյա պատերազմը դրա վառապացույցն է ու հենց սրա համար ենք մենք ասում, որ պաշտպանության բանակը կարող էր պատերազմը շարունակել ու դեռ չէր միջամտել Հայաստանի պաշտպանության նախարարությունը իր զորամասերով։ Ի հակադրություն դրան մեզ ասում է, որ մենք ի վիճակի չենք 25000 զոր գնացել շրջափակման մեջ ու այդ պատրվակով գնացել են իրենք ստորագրել են հրադադարի չգիտեմ փաստաթուղթ։ Նշենք չհաշված կամավորական ջոկատները գյուղապետերի, քաղաքապետերի ղեկավարությամբ։ Հա, դրանք իմիջիալոց այդ ստորաբաժանումներն էլ առհասարակ գնացել են համալրել են պաշտպանության բանակ, այսինքն պաշտպանության նախարարությունը դեռ չի ունեցել այնպիսի միջամտություն, ներգրավվածություն պաշտպանության նախարարությունը որպես այդպեսին չի մասնակցել։ Դե հիմա Բաքվում շարունակվող դատավարությունների ժամանակ կորզվող ցուցմունքների ժամանակ հենց դա են փորձում ստանալ մեզանից, այնտեղ մեր գերեվարված պաշտոնյաները նշում են, որ ցուցումները եկել են Երևանից։ Մեր պատանները, երբ որ հայտարարություններ են կատարվում Բաքվից, որ մեր պատանները որոշակի ցուցմունքներ են տվել, ես ինքս չեմ հավատում։ Ես որևիցե տեղ չեմ տեսել մեր պատաններից որևիցե մեկը հստակ ցուցմունք տա, այսինքն կան ֆոտոներ, կան իրենց անունից հայտարարություններ, որոնք որ ոչ ցայնային տարբերակով, ոչ գրավոր տարբերակով որևիցե տեղ չկա հրապարակված, այսինքն Բաքուն միակողմանի ինչ ցանկանա կարող է հրապարակել ու ասել, այս գործիչը կամ այն գործիչը հայտարարություն է տարածել, մենք ունենք միայն Ռուբեն Վարդանյանի ցայնային հաղորդագրությունները, որը որ մեծ ազդեցություն ունի, որովհետև Ռուբեն Վարդյանը չի զբաղեցել այնտեղ պաշտոն պատերազմի ժամանակ։ Բացի դրանից ինչ էլ որ ասելու լինեն, եթե նույնիսկ ունենանք այդ ցայնային, եթե նույնիսկ ունենանք տեսաուղերձները, միևնույն է նրանք շարունակում են մնալ ադրբեջանական բռունցքի մեջ սեղմված, այսինքն շատ մեծ են գործոնները իրենց վրա, որ իրենցից ստանան այն ինչ որ ուզում են ստանալ, եւ հոգեբանական ճնշման գործիքները եւ ֆիզիկական։ Նույն ձև մենք իրենց կարող ենք ասել, որ այդտեղ պատերազմի մասնակցություն է ունեցել Թուրքիան, որովհետև թուրքական գեներալներն են կառավարել պատերազմը, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան է մասնակցել։ Դա նշանակում է, որ Ադրբեջանն է մասնակցել, Թուրքիան որոշակի խորհրդատվական մակարդակով կամ ինչ մասնակցություն է ունեցել, բայց դա չնշանակեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմում էր
Թուրքիայի հետ կամ Լեռնային Ղարաբաղը պատերազմում էր Թուրքիայի հետ։ Չէ, դրանք որոշակի աջակցություններ են, որոնք որ չի կարելի վերագրել։ Մենք ունենք 30 տարի ավել 88 թվականից սկսած մինչև վերջերս առհասարակ մեր դիվանագիտությունը եղել է կազմված հետևյալ հենքի վրա, որ հակամարտող կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ու Հայաստանը անվտանգության երաշխավոր հայ բնակչությանը, հայ բնակչության անվտանգության երաշխավոր է, որ հանդերձ եկել։ Նույնիսկ Հայաստան ու Արցախ պայմանագիր չի եղել ռազմական փոխգործակցության, չի եղել, բայց հիմա Փաշինյանը փորձում է ամեն կերպ պատերազմի մեղքը վերցնի Հայաստանի վրա, իբր թե ինքն է մեղավոր, բայց իր մեղավորությամբ վերցնում է ամբողջ Հայաստանի Հանրապետության վրա ու հայ ազգի վրա ու բանակցություններ տանում է փակուղի։ Մենք հակառակն ենք ասում, որ դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի հասկացողությունը, քանի դեռ գոյություն ունի Միսկի խումբը։ Ադրբեջանի Հանրապետությունը պահանջում է Միսկի խմբի լուծարում, Փաշինյանն ասում է խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրելուց հետո պատրաստ է Միսկի խմբի լուծարմանը ու ինքը այսօր էլ պատրաստ է համաձայնագիրը ստորագրել, բայց Միսկի խմբի համանախագահողների կողմից նման հայտարարություններ մենք չենք լսում։ Հետևաբար Միսկի խմբի գոնե մեկ անդամ, համանախագահողներից գոնե մեկ անդամի համար, այդ վատագույն դեպքում, լավագույն դեպքում 3-ի համար էլ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համար գոյություն ունի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որտեղ որ եւ հայկական հարց կա, հայերի հարց կա եւ Արցախի ինքնորոշման հարց կա, նման հարցեր դեռ գոյություն ունեն։ Խոշորների համար չի լուծարվել այդ խումբը։ Ավելացնեմ, Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը կանտոնների խորհուրդը ընդունեց նախագիծ Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում, հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ քվեարկեց նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Սա նշանակում է, որ Արցախին որպես գործոն են դիտարկում։ Արցախը իր Արցախը ինքն իրեն գործոն չի դիտարկում, Արցախի վերջին նախագահը ստորագրեց պետության մասին լուծարման փաստաթուղթ, բայց միջազգային հանրությունը, այդ քաղաքական մտքի գիգանտների համար հայտնի միջազգային հանրությունը, տարբեր պետություններ իրենց պարլամենտներում որոշումներ են ընդունում իշահ Արցախի, իշահ հայ ժողովրդի։ Երբ որ մեզ ասում են մենք չունենք այս հարցում որևէ դաշնակից, մենք ուղղակի չենք ուզում այդ դաշնակիցներ ունենանք, որովհետև այս բոլոր գործընթացները, որոնք որ տեղի ունեն, այն հանգամանքը, որ թե Շվեյցարիան, թե վերջերս Նիդերլանդներն են հայտարարել իրենց կառավարության կամ խորհրդանի մակարդակով, Ֆրանսիան է հայտարարել, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լռում են հիմնականում, բայց որոշակի մեսիջներ տալիս են։ Չէ, Թրամփը ընտրվելուց առաջ ամենայն դեպս խոսեց Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին։ Ընտրվելուց առաջ։ Հա, բայց հիմա լռում են, պաշտոնական մակարդակում լռում են, մենք չգիտենք, բայց լռելը նաև կարող է նշանակել, որ նաև աջակցում են մեզ։ Այսինքն, եթե չեն գնում հայտարարության, որ պետք է այդ խումբը լուծարվի, այսինքն հարցը այլևս լուծված է ու անշարժելի է, չեն ասում նման բան, նշանակում է մենք դեռ հնարավորություն ունենք ու ճիշտ աշխատելու դեպքում, երբ որ օրինակ չլինեն այսօրվա թիմը, կառավարող թիմը չլինի իշխանության, լինեն օրինակ մեր նման մտածող մարդիկ, հնարավոր է հարցը շրջել ու հետ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ու կարգավորման այնպես, ինչպես որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետության, ինչպես որ ձեռնտու է Արցախին, ինչպես որ ձեռնտու է հայ ազգին։ Հնարավոր է, մենք ունենք դաշնակիցներ ճիշտ աշխատելու պարագայում։ Սա այն կեղծ թեզն է, որը մեզ քարոզում են։ Առաջին նախագահը մեզ ասում է, մենք Արցախի հարցում չունենք դաշնակիցներ։ Հիմա ինչպես է պատահում, որ դաշնակիցները կան, մենք գոյություն չունենք, մենք որպես Հայաստանի Հանրապետություն, որպես սուբյեկտ հանդերձ չեն գալիս։ Հակառակը նախկին առողջապահության նախարարը ասում է Հայաստանի Հանրապետությունը չպետք է զբաղվի արցախցիների հարցերով։ Հակառակն են իրենք ընդդում։ Այսինքն իրենք դեմ են գնացել, համագործակցում են Իլհամ Ալիևի հետ, համագործակցում են Թշնամի պետության հետ, նույն թեզերն են առաջ տանում ի վնաս Հայաստանի Հանրապետության ու իշահ Ադրբեջանի։ Մեր այս քաղաքական էլիտա կոչվածը գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու այդքանից հետո էլ դեռ հաջողություն չեն կարողանում գրանցել Ադրբեջանի համար։ Չի ստացվում։ Հիշում եք անցյալ շաբաթ մի հետաքրքիր հարց էին տալիս. ինչ կարող էր
ավելի Ռուսաստանը նպաստ լինել Թրամփի արած գործողություններից։ Այսինքն էլ ինչ կարող էր Ռուսաստանին ի նպաստ անել Թրամփը, որ չի արել։ Հիմա ուղղակի ուզում եմ մենք խորհենք, էլ ինչ կարող էր անել Փաշինյանը ի նպաստ թուրքական շահի, ադրբեջանական շահի, որ դեռ չի արել։ Հիշեցնեմ նաև, որ այս շաբաթ սկսեցին հրապարակվել հայ հերոս Հարկատուի Փաշինյանական ասույթն է փողերով Հայաստան եկած եւ Թուրքիա վերադարձած լրագրողների ելույթները, հրապարակախոսությունները, ռեպորտաժները։ Դրանցից կառանձնացնեմ մի երկուսը, որոնցում Երևանի սրտում կանգնածները Երևանը համարում են թուրքական քաղաք։ Կապույտ մզկիթի, իրանական Կապույտ մզկիթի առաջ կանգնած լրագրողը ռեպորտաժ է վարում եւ ասում է, որ մզկիթը թուրքական է։ Նաև քարոզչական պատերազմի տիրույթից է։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը ուներ Ղարաբաղ անունով ֆուտբոլային թիմ, որը բավականին հաջող ելույթներ էր ունենում եւ ասոցացվում է այսպես Ղարաբաղը որպես ադրբեջանական հաղթող թիմ։ Հիմա Ադրբեջանն ունի արդեն Երևան անունով ֆուտբոլային բավականին հաջողակ համարում ունեցող թիմ։ Իրականում թուրքական լրագրողների գալ գնալը որպես այդպեսին թեկուզ հայ հարկատուների հաշվին շատ տենց բացասական տեսքով չեմ նայում, այդտեղ բացասական հիմնականում մեսիջներն են, ինչ մեսիջները տվել։ Այսինքն, եթե երբ որ դու կարողանաս թշնամու լրագրողներին կանչես ու իշահ քո հանրապետության մեսիջներ տաս թուրքական լսարանին, դա մի բան է։ Ես դա կողջունեմ, բայց այս պահին ես հիմնականում ասում եմ, որ Փաշինյանի արած հայտարարությունները, խոսակցությունները առհասարակ այդ մարդը իշա Հայաստանի չի գործում, դրա համար հարց է ինչի միգուցե թուրքական փողերով գայի, միգուցե այլ գրանտներով գային, հիմնական խնդիրը ստեղ իրենց երկխոսության արդյունքում ինչ մեսիջներ են տվել։ Երկրորդը, երբ որ այդ մզկիթի մոտ հայտարարություն եմ, դա եւս ազդում է տարածաշրջանում մեր հարաբերությունների վրա, օրինակ Իրանի հետ։ Երբ որ մենք հրավիրում ենք ու պաշտոնական առաջի դեմքի մակարդակով հրավիրում ենք լրագրողների, որոնք որ հետո դուրս են գալիս հայտարարում են իրանական մզկիթը դա թուրքական է, այսինքն խնդիրը մեր չարձագանքելն էլ է ազդում, այսինքն խնդիր են առաջացնում ու սա արվում է ամենաբարձր մակարդակով, բայց այս ընթացքում ասենք Փաշինյանի ամենավատ քայլը չի եղել սա, որովհետև Արցախ չկա, ամեն անգամ երբ որ sense իրենք որոշակի փոքր դետալներով քայլ առ քայլ փորձում են դեմ դուրս գալ Հայաստանի Հանրապետությանը, ես միշտ հետ եմ գալիս ասում եմ այս մարդիկ 21 թվականին ընտրվեցին հավատացնելով, որ գերիները շուտով կվերադառնան, մենք էլ գերի չենք մնա եւ շատ շուտով Հայաստանի բնակչությունը ու հայությունը կարող են արդեն հանգիստ գնալ Շուշի ու Հադրութ, բայց դրան լրիվ հակառակ բաներ են արել։ Մենք այլևս Արցախ չունենք ու 23 թվականի սեպտեմբերի 19-ից հետո մի բան հպարտությամբ, ասենք իրենց այսօրվա նախարարների մակարդակով հայտարարում են, որ Արցախի զիջումը դա Հայաստանի Հանրապետության անկախության նվաճում էր ու դա պետք է հայտարարվի Հայաստանի Հանրապետության անկախության օր, սրանից ավելի դավաճանական գործեր, հետագայում դժվար է պատկերացնել ինչ կարող են անել։ Այս մարդիկ սեփական պետության պարտությունը, ժողովրդի պարտությունը վերագրում են որպես ձեռքբերումներ, ասում են Հայաստանը չներքաշվեց պատերազմի մեջ։ Անգերներ, եթե Հայաստանը չներքաշվեց 2023 թվականի պատերազմի մեջ, դուք ամեն ինչ արեցիք, որ Հայաստանը չներքաշվի, հիմա ինչ խաղաղություն եք ստորագրում։ Այս սրանք են դավաճանությունները, ավելի մեծ դավաճանությունները, որ Հայաստանը չի ներքաշվել պատերազմի մեջ, բայց Հայաստանը գնում է ստորագրում է, այսինքն վերցնում է իր վրա այդ ամեն ինչը, որ Ադրբեջանն էր փորձում փակցնել Հայաստանի Հանրապետության վրա ագրեսորի պիտակ, հիմա իրենք վերցրել են այդ պիտակը, այսինքն ինքնորոշումը փոխել են ագրեսորությամբ ու գնում են հանձնվում թշնամուն։ Այս էր խնդիրը։ Ինչ թարս քայլ կարող անել։ Այսինքն թուրք լրագրողների այստեղ գալ գնալը սա այտենց իմ համար ամենամեծ խնդիրը չի կամ օրինակ ֆուտբոլային թիմերի անվանումները դրանք տեղեկատվական պատերազմի մենք էլ ենք երկար տարիներ թիմեր ենք ունեցել Ալաշկերտ, Բանանց, Կանզասար, նման թիմերից մի մասը գործում է, սա մենք ուղղակի մերը լավ չենք ներկայացնում։ Մեր թիմերի վրա օրինակ շատ ներդրումներ չենք անում, օրինակ դուրս գանք Ալաշկերտ անունով թիմով հանդես գանք եվրոպական առաջնություններում ինչ որ կարող ենք անել։ Անվանումները մեր հայրենիքի տարածքում գտնվող չէ, պատմական հայրենիքի, որը նաև մեր համար իրական է։
Գիտեք, իրականում մենք դրան չենք վերաբերվում որպես հենց այն գործոնը, քարոզչական պատերազմի այն շատ կարևոր գործիքը, որը որ կարողանում է դիտարկել եւ օգտագործել վերթշտամին։ Մենք ալաշկերտ կոչել ենք ճիշտ այնպես, ինչպես կկոչեինք մի խորովածանոց։ Մենք դրա վրա չենք դրել։ Մենք չդնողները։ Մենք երբ որ լինենք, երբ որ մենք լինենք, երբ որ լինի մարտական եղբայրությունը, հենց այդպես էլ գործելու ենք։ Այսինքն մենք էլ ենք դուրս գալու է մեր այս հոգեվիճակից, հանելու ենք ազգին այս հոգեվիճակից ու փորձելու ենք առհասարակ մեր բնակչությանը փոխել այս մտածողությունից հոգեբանությունը ու մեջքներս ուղենք ու ավելի լավ մտածենք։ Ախր ճիշտ քաղաքական կուրս ունենալու պարագայում Ալիևը մեզ ուղղակի նվերներ է տալիս։ Մեկը մյուսի հետևից, որը որ հանցանք է չօգտագործել, դա էլ է դավաճանություն, որ դրանք մենք չենք օգտագործում։ Այսինքն երբ որ ասում եմ ես չեմ ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները, սա մեզ մեծ հնարավորություններ է տալիս։ Փոխադարձաբար արձակում է մեր ձեռքերը։ Հա, իհարկե։ Իսկ փորձագետները այս շաբաթ եւս շարունակում են կանխատեսել, թե երբ կսկսվի պատերազմը, որ սկսվելու է, ոչ ոք կասկած չունի։ Եվս երկու ազդակ ունենք, որ հենց այս շաբաթ ստացանք Ադրբեջանը կրկին երկարաձգեց կորոնավիրուսային սահմանափակումների օրինագծի ժամկետը եւ նաեւ ընդունեց օրենք քաղաքացիների անձնական զենք ունենալու մասին։ Մենք գիտենք, որ մեզ մոտ շատ դժվար ընդունվեց այդ օրենքը, որը շատ կարևոր է քաղաքային մարտերի ժամանակ մեր բնակչությանը զինված տեսնելու եւ զենքը օգտագործելուն պատրաստ բնակչություն ունենալու համար, իսկ Ադրբեջանում փաստորեն բավականին արագ ընդունվեց այս օրինագիծը եւ որքանով ես եմ նայել հարմար պայմաններով բավականին եւ շարունակում է մշակութային ցեղասպանությունն իրականացնել։ Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ ստումների ենթարկված ավետարանոց, ջրաղացներ, Զարդարաշեն, Մադաթաշեն եւ Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են։ Մենք կորցնում ենք դարերով ստեղծվածը։ Մենք կորցնում ենք հազարամյակների մեր պատմությունը։ Դրանք մնում են լուսանկարներում եւ հուշերում։ Այս ամեն ինչը ուղղակի արդյունքն է այսօրվա քաղաքականության, որը որ պետք է շրջվի։ Հայ ազգը ստեղծարար ազգ է, կստեղծի նոր արժեքներ, բայց դրա համար պետք է ուղղակի ապահովություն։ Իսկ ապահովությունը դա ուժի տեսքով է լինում։ Դա լինում է, երբ որ մենք կանգնում ենք մեր տեղում, պահում ենք մերը, ինչն էլ մերն է, բայց այս պահին մեր մոտ չի, ցեպտում ենք, որ դա վերադարձնենք։ Նյութական արժեքներ հնարավոր է ստեղծել։ Համար 1 ամենակարևոր բանը բարոյհոգեբանական վիճակը չկորցնելն է, այսինքն այն ամեն ինչը, ինչ որ փորձում են այսօրվա իշխանությունները Ալիև հետ համատեղ անել հայ մարդու հետ, փոխելով հայ մարդու հոգեբանությունը ու այսքանից հետո դեռ չի ստացվում, դա նշանակում է, որ ամեն ինչ դեռ շրջելի է։ Ոչինչ վերջացած չէ ու մենք ենք, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, թշնամին էլի ինքն է։ Իրենք գիտեն, թե մենք ինչի ենք ընդունակ ու ինչ կարող է անել հայ ազգը։ Եվ հենց այս ավանդաբար լավատեսական նոտայով էլ ավարտենք այսօր մեր հաղորդումը, նշելով, որ անցյալ շաբաթ, 5-շաբթի օրը երջանկության միջազգային օրն էր եւ ՄԱԿ-ի զեկույցով տարածաշրջանի ամենաերջանիկները ապրում են Հայաստանի Հանրապետությունում, իսկ ամենադժբախտները Ադրբեջանում։ Չենք կարող անտեսել այս փաստը, որովհետեւ երջանկության զգացումը խիստ շահկապված է հաղթանակած հոգեբանության հետ։ Հաղթանակածներով հավաքվենք, սիրելի հայրենակիցներ, սպասում ենք ձեզ այստեղ մարտականի գրասենյակում, որ մեր ռեսուրսների հաշվարկն անենք եւ կարևոր պահին իմանանք մեր դերը մեծ ազգապահպան գործում։ Միացեք մեզ, միացեք նաև այն բանի համար, որ երբ որ մեզ շատ էիք ասում, ինչու չեք ստեղծում կուսակցություն, մեր կուսակցությունն ենք ստեղծում։ Այն մարդիկ, ովքեր որ մեզ բազմաթիվ անգամներ նամակներ են գրել ու հարցրել, բա երբ եք ստեղծելու, ինչու հայտ չեք ներկայացնում, հայտ ենք ներկայացնում, միացեք, միասին քայլենք այդ ճանապարհը, միասին հասնենք թե ներսում, թե դրսում հաղթանակների։ Գործը շատ է, մեր ռեսուրսները սահմանափակ են, անկեղծ լինենք, ձեզանից յուրաքանչյուրի մեկ լուման, ձեզանից յուրաքանչյուրի մասնագիտական մեկ րոպեն մեզ համար կարևոր է։ Սպասում ենք։